Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հռչակում է Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը որպես իրենց առաջիկա ռազմավարական անելիք։ Փաշինյանը ասում է, որ 4-րդ հանրապետությունը երրորդից հիմնականում տարբերվելու է խաղաղության հաստատմամբ, այլ մանրամասներ չի նշում, մոտավոր ձևակերպում է տալիս, որ հետագայում կհասկանանք։ Ոնց է վերաբերվում առհասարակ այս որոշմանը եւ հանրապետությունների հռչակումը նման ձևով է լինում, հա, պարտությունից հետո հռչակում են նոր հանրապետություններ։ Կարող է նաև նման ձևով լինել, օրինակ եթե նայենք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարբեր զարգացումների, նույն Գերմանիայում, Ճապոնիայում այնտեղ արտաքին ազդեցության ներքո նոր սահմանադրություններ ընդունվեցին, նոր հանրապետություններ հաստատվեցին, այսինքն նմանատիպ փորձ գոյություն ունի, բայց սովորաբար նոր հանրապետությունները հռչակվում են քաղաքական կարգի ֆունդամենտալ փոփոխությունների պարագայում։ Եթե նայենք ամենահայտնի օրինակին, Ֆրանսիայի օրինակին, սովորաբար կառավարման մոդելի փոփոխության հետ էր համընկնում նոր հանրապետության հռչակումը, մասնավորապես 5-րդ հանրապետությունը հռչակվել է Շարլ դե Գոլի կողմից, որովհետև նախորդ գործող համակարգը չափազանց անկայուն էր եւ չէր կարողանում լուծել երկրի խնդիրները։ Մեր պարագայում կարծես թե նման մարտահրավեր գոյություն չունի, ինչքան էլ թերի լինի գործող սահմանադրությունը, ինչքան էլ թերի լինի գործող կառավարման համակարգը, այնուամենայնիվ այդ մինիմալ գործառույթները վերջին տարիների ընթացքում կարծես թե կատարում էր քաղաքական համակարգը, այսինքն մեծ հաշվով լուրջ խնդիրներ ապակայունացման հետ կապված չունենք, ավելին հիշեցնեմ, որ հենց իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ շեշտում էին, որ կառավարման խորհրդարանական համակարգը հենց նպաստեց հետպատերազմյան կայունությանը եւ կանխեց ինչ որ ապակայունացումը, ու նաեւ ամենայն հավանականությամբ նոր սահմանադրությամբ դժվար թե կառավարման այս կարգը փոփոխվի, այսինքն ամենայն հավանականությամբ կլինի կրկին խորհրդարանական կառավարման կարգ, որոշակի փոքր փոփոխություններով, որոնց շուրջ քննարկումները արդեն իսկ ընթանում են վերջին օրերի ընթացքում մասնավորապես։ Կարծում եմ այստեղ գործ ունենք առաջին հերթին երկրի պետության նարատիվի փոփոխության փորձի հետ, այսինքն արձանագրվում է, որ Հայաստանի Հանրապետության Ղարաբաղյան այսպես կոչված էջը փակված է, Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, Ղարաբաղյան հակամարտությունը գոյություն չունի եւ մենք պետք է այդ էջը փակենք եւ նորը բացենք, սա ինչ վերաբերում է տեսական դաշտին, բայց այդ ավելի պրակտիկ քաղաքականության դաշտում իհարկե ես կարծում եմ սա առաջին հերթին արվում է ընտրություններին ընդառաջ նոր օրակարգով հանդես գալու համար եւ հաջողված ընտրությունների պարագայում նաեւ սահմանադրական փոփոխություններին պատրաստվելու համար։ Իսկ հնարավոր է, որ սա հենց սահմանադրական փոփոխությունները ավելի հեշտ անցկացնելու կոսմետիկ քողարկում է, այսպես Այո, ասած, այսինքն հանրապետությունը սահմանադրության փոփոխություն է ենթադրում։ Վստահաբար, ես կարծում եմ հենց դա է գլխավոր պատճառը, ինչու ընդունվել է այս նարատիվը, այսինքն իշխանության համար կա խնդիր, ինչպես վաճառել այդ նոր սահմանադրություն ընդունելու, անկախության հռչակագիրը նոր սահմանադրությունից հանելու խնդիրը եւ այս ամենը պետք է ինչ-որ գաղափարական փաթեթավորում ստանալ եւ 4-րդ հանրապետությունը այդ գաղափարական փաթեթավորումն է։ Ընտրություններից հետո, եթե իշխող ուժը կարողանա կրկին հաղթել այդ ընտրություններում, կարծում եմ հենց այս փաթեթավորմամբ էլ հարց կդրվի քվեարկության, այսինքն կխոսի ոչ թե այն մասին, որ տեսեք գոյություն ունի Ադրբեջանի այս պահանջը եւ եթե այն չկատարենք կունենանք այս անորոշ վիճակը, երևի նաև առաջ չի քաշվելու այն թեզը, որ սա է խաղաղության գինը, այլ նշվելու է, փորձելու են շարունակել ներկայիս այն գիծը, որ սա զուտ ներքին գործընթաց է, ոչ ոք չի պարտադրում դրսից մեզ սահմանադրություն փոխել եւ մենք պարզապես պետք է վերաիմաստավորենք մեր պատմությունը, նորագույն շրջանի պատմությունը եւ նոր գլուխ բացենք այդ պատմության մեջ, երևի քաղ տեխնոլոգիական տեսանկյունից կարելի է հաջողված քայլ համարել, բայց արդյոք կկարողանան իշխանությունները համոզիչ լինել այս նոր նարատիվը առաջ տանելու հարցում, սա է գլխավոր հարցը, որովհետեւ իհարկե կարելի է հրաժարվել այդ անցյալից, նշել, որ երրորդ հանրապետությունը ոչ լեգիտիմ հանրապետությունները, երրորդ հանրապետության սահմանադրությունները ոչ լեգիտիմ էին, ունեին, չգիտեմ, պահանջներ հարևանների նկատմամբ հիմնարար փաստաթղթերում, բայց դժվար է լինելու ինչ որ նոր բան առաջարկելը գաղափարական առումով։ Իրական Հայաստանի այսպես կոչված հայեցակարգը ես չեմ կարծում, թե ի վիճակի է այդ գործառույթը կատարել, որովհետև այն չափազանց մակերեսային է,
բազմից քննարկել ենք, որ բազմաթիվ հակասություններ նույնիսկ այդ փաստաթղթի կամ փաստաթղթերի հավաքածուի մեջ գոյությունն են։ Մեծ հաշվով սա է լինելու գլխավոր մարտահրավերը, նոր գաղափարական օրակարգ առաջարկելը։ Դու գաղափարական օրակարգին կամ բովանդակության կարևորության մասին ես անհանգստանում, բայց Նիկոլ Փաշինյանի թիրախային ընտրողները, կամ այդ ընտրազանգվածը արդյոք անհանգստացած է այդ բովանդակությամբ։ Դե այստեղ խնդիրը թիրախային ընտրողները չեն, թիրախային էլեկտորատը մեծ հաշվով բոլոր դեպքերում էլ քվեարկելու է իշխող ուժին, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ քիչ թե շատ կայուն զանգված է եւ անկախ տարբեր զարգացումներից, տարբեր փոփոխություններից այս մարդիկ հիմնականում հավատարիմ են իշխող ուժին եւ վարչապետ Փաշինյանին, այստեղ խնդիրը ավելի լայն զանգվածներն են, այն пассив մեծամասնությունը, որը քաղաքականությանը չի մասնակցում, ապա քաղաքական է, որովհետեւ նույն համադրության փոփոխության համար բավականին լուրջ թվով մարդկանց մասնակցություն եւ այո ձայն է պետք եւ պիտի փորձեն այդ մարդկանց առաջին հերթին ներգրավեն գործընթացի մեջ, ինչը լուրջ մարտահրավեր է լինելու։ Եվ այդ իսկ պատճառով այսպիսի հնարքների են գնում։ Մյուս կողմից էլ իհարկե ինչքան էլ ներքին այդ աջակցություն չունի, ինչքան էլ էլեկտորատը գոյություն չունի, զուտ սեփական դեմքը փրկելու տեսանկյունից իհարկե պետք է այսպիսի փաթեթավորում, չես կարող դու գնալ ընտրություններին մասնակցել եւ ասել, որ հարևան երկրի նախագահի պահանջով փոխում ես քո երկրի սահմանադրությունը, մի հատ էլ պնդելով, որ նախորդ սահմանադրությունները ոչ լեգիտիմ են եղել, այսինքն արտաքին պահանջով փոփոխվող սահմանադրությունը լեգիտիմ է, իսկ նախկինում ինչ որ թերացումներով ընդունված սահմանադրությունները ոչ լեգիտիմ։ Գիտես ինչն է հետաքրքիր, դու էլ նշեցիր, որ Փաշինյանը ամեն կերպ այդ Ղարաբաղի էջը փորձում է փակել, մաքրել իրենից, ընդհանրապես ոչ մի առնչություն չունենալ, բայց մյուս կողմից էլ շարունակում է ինչ-որ բանավեճերի տեսքով, վերջին օրերին տեղի ունեցած Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան այդ փոխհրաձգությունը ու նաև բանավեճի հրավիրելը նախորդ իշխանության ղեկավարներին, ինչու է այսպես անում Նիկոլ Փաշինյանը։ Դե կարծում եմ առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու փորձ է ու նաև պատմական ինչ որ պատասխանատվությունից, որովհետև կարծում եմ ամեն դեպքում իրեն հանգիստ չի տալիս այդ թեման։ Հանգիստ չի տալիս, որովհետև առաջին հերթին կան մեղադրանքներ այդ ուղղությամբ։ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց անկախության օրվա հաջորդ օրը, եթե չեմ սխալվում, կատարեց իր այդ արդեն հայտնի գրառումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը մի շարք խնդրահարույց գրառումներ կատարեց ու հայտարարություններ արեց, բայց ընդհանուր առմամբ սա մի հարց է, որը դեռևս տարիներ շարունակ լինելու է արդիական, այսինքն այս տեղի ունեցածի պատասխանատվության հարցը արդյոք հնարավոր է խուսափել այս տիպի աղետալի վերջնարդյունքից եւ այս ողջ բանավեճը այդ մասին է, բայց այդ բանավեճի մեջ շատ հաճախ խախտվում են ինչ որ կարմիր գծեր, որոնք առաջին հերթին վնասում են Հայաստանի Հանրապետության շահերին։ Այս Լևոն Տեր-Պետրոսյանի գրառման գլխավոր խնդիրը իմ կարծիքով այն է, որ առաջին նախագահը մի շարք իրացիոնալ պնդումներ է կատարում, եւ ընդհանուր առմամբ կարելի է իհարկե համաձայնել իր կողմից արտահայտած մտքից, որ դու մեծ հաշվով բավականին լուրջ պատասխանատվություն ունես այս վերջնարդյունքի համար, եւ հիմա եկել ես փորձում ես սրբագրել պատմությունը, այդ ուղերձը ընդունելի ուղերձ է, բայց այդ ուղերձը կարելի է ավելի համոզիչ բառապաշարով առաջ տանել, օրինակ, չգիտեմ, 5000 զոհերի մասին պնդումը, երբ մենք գիտենք, որ այդ թիվը, այսինքն կլորացված թիվ է եւ զոհերի պարագայում թիվը կլորացնելը այդքան էլ հասկանալի չէ, չգիտեմ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդվելու պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա դնելը, այդ դավաճան հերոս խոսույթի մեջ մտնելը, ինչը բնորոշ չէ առաջին նախագահային, ավելի շատ կարծես թե այլ խմբերին է բնորոշ, այսինքն Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար կան բազմաթիվ ռացիոնալ պատճառներ եւ նա դրա տեղիք տալիս է ամենօրյա ռեժիմով, պետք չէ մտնել այդ իրացիոնալ դիսկուրսների խոսույթների մեջ, բայց այն գաղափարը, որի համար եւ դատապետվում է առաջին նախագահ Փաշինյանի կողմնակիցների կողմից, որ այդտես ինչու ես դու ասել, որ Հայաստանը պատերազմ է հայտարարել Ադրբեջանին, պնդելով, որ այսինքն Փաշինյանի հայտարարությունից հետո որ Արցախը Հայաստանը եւ վերջ,
Սա ամբողջովին լեգիտիմ քննադատություն է։ Մենք նախկինում եւս այս թեմային անդրադարձ ենք կատարել, երբ այլ քաղաքական գործիչներ էին այս մեղադրանքը հնչեցնում Փաշինյանի նկատմամբ եւ Փաշինյանը կրկին եւ ու Փաշինյանի կողմնակիցները նաեւ բավականին նյարդային արձագանք էին տալիս դրան։ Սա լեգիտիմ հարցադրում է, որ դու քո ավանտյուրիստական, պոպուլիստական քաղաքականության միջոցով առնվազն արագացրել ես պատերազմը։ Ու սրա արձագանքը Փաշինյանի կողմից իհարկե շատ խնդրահարույց է։ Արձագանքում, բայց Փաշինյանը անդրադարձել էր, թե այդ դեպքում ինչ գործ ունեին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Արցախի բանակում։ Այո, ու որքանով է նորմալ նման արտահայտություն անել երկրի գործող ղեկավարի։ Դա է խնդիրը, որ հիմա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները արդարացնում են այդ հայտարարությունը այն հանգամանքով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրել է նրան պատերազմ հրահրելու կամ պատերազմ հայտարարելու մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում գոյություն ունի գնահատական։ Հիմա կարող ես համաձայնել այդ գնահատականի հետ, կարող ես չհամաձայնել, բայց արկա փաստերի մեկնաբանություն է։ Իսկ այս տիպի հայտարարությունները, որ Հայաստանի զինված ուժերը դուրս են բերվել Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանից, երկրի ղեկավարի մակարդակով չպետք է հնչեցեն, որովհետև իհարկե միգուցե մտայնությունը այն է, որ Ադրբեջանի հետ հիմա մտնում ենք ինչ-որ խաղաղության դարաշրջան, միջազգային իրավական այդ գործընթացները կասեցվելու են եւ այլն, բայց սա ապագայում պոտենցիալ լավ փաստարկներ են Ադրբեջանի կողմից իրենց տեսակետները հիմնավորելու համար։ Եվ ամենազավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Լևոն Տեր-Պետրոսյանի մի բանի մեջ, որի մեջ կարելի է նաև իրենց իշխանությանը մեղադրել եւ ավելի ծանր մեղադրանքներով, այսինքն եթե տեսականորեն ընդունում ենք, որ այդ վերջո իր հնչեցրած հայտարարությունները, պատերազմից առաջ ոչ միայն հայտարարությունները, իր իշխանության տարիներին այդ մեղադրանքի առարկա գործողությունները չէին իրականացվում, եթե դրանք այդպիսի հակաօրինական, հակասահմանադրական գործողություններ էին, ինչու հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2018-20 թվականներին չի կասեցրել այդ որոշումը։ Հիմա կասեն, որ մենք վերաիմաստավորել ենք մեր սխալները, մենք էլ էինք զոհ այդ քարոզությունը, բայց անք անլուրջ փաստարկներ են։ Մեղադրանքը այնպեսի լուրջ մեղադրանք է, որ դու չես կարող ինչ-որ քաղաքական բացատրություններով խուսափել դրանից։ Իրականում 18-ից 20 թվականների ընթացքում այնպեսի միջամտություն է եղել Լեռնային Ղարաբաղի ներքին գործերին, որը երևի մինչ այդ երբեք չի եղել։ Երբ Հայաստանի վարչապետը գալիս էր օրինակ Քելբաջարի շրջան, որը նույնիսկ ԼՂԻ-ի մաս չի եւ հայտարարում եւ պահանջում էր ՀԴՄ-ներ Հայաստանի Հանրապետության։ Հիմա դա ինչպես հասկանանք եւ այս մեղադրանքների նաեւ զուգահեռ դա ինչպես հասկանանք։ 2018-20 թվականին կար նաեւ գործընթաց Լեռնային Ղարաբաղի որոշ պետական մարմիններ ենթարկեցնելու Երևանին։ Հիմա էլի հիմա մենք սա ասում ենք մի խումբ պետականամետ փորձագետներ կարող են դուրս գալ ասել այդ ինչ զգայուն թեմաների մասին է խոսում չի կարելի, բայց երբ երկրի ղեկավարն է դրա մասին խոսում, ես որևէ արձագանք չտեսա։ Այսինքն իրականացրել են մի շարք գործողություններ, որոնք այսօրվա այս գաղափարախոսությանը դեմ են եղել, այսինքն հակառակ տրամաբանություն են ունեցել եւ նույնը իրականում 20 թվականի պատերազմից հետո կամ եթե կրկին շարժում ենք այս միջազգայինորեն ճանաչված չճանաչված տրամաբանության մեջ ինչ գործ ուներ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունները ինչ էին անում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ, երբ ակնհայտորեն աջակցում էին ուժերից մեկին, Նիկոլ Փաշինյանը անձամբ մի քանի անգամ հանդիպել է իր համար նախընտրելի տեխնացուի հետ, եթեր էին տալիս հանրային հեռուստատեսության, ու այսպիսի բազմաթիվ քայլեր, որոշումներ, որոնք շատ ավելի այդ տրամաբանությամբ շատ ավելի ծանր են, քան այն, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը երբևէ արել է։ Հիշեցնեմ մեր դիտողներին, որոնք եւ այդքան էլ ծանոթ չեն 90-ականների օրինակ պատմությանը, Լևոն Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղ առաջի անգամ ժամանել է 93 թվականի հունիսին։ Հայտնի քննարկում է եղել Քելբաջարի ճակատագրի վերաբերյալ եւ այդ այցից հետո մամուլում կան հրապարակումներ, Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնավորել է այդ այցը, հայտարարելով, որ դա արվել է խաղաղությանը նպաստելու համար։ Այսինքն այդ այցը պատերազմի ժամանակ պրոբլեմատիկ էր դիտարկում։ Հիմա եթե մենք նայենք Երևանի ներգրավվածությանը տարբեր գործընթացներում դրանից հետո իհարկե համեմատելի չի, բայց ընդհանուր առմամբ
Սա կարծում եմ բոլոր արհեստական օրակարգ է, պարզ է Հայաստանի Հանրապետությունը ինչու է աջակցում Արցախին 90-ական թվականներին եւ դրանից հետո, որովհետեւ կար հայ բնակչության ֆիզիկական ոչնչացման վտանգ եւ այդ իրողությունը միգուցե ոչ ֆորմալ առումով, բայց ոչ ֆորմալ առումով բոլորը ընդունել էին Հայաստանի նկատմամբ երբևէ որևէ պատժամիջոց չի կիրառվել այդպիսի գործողությունների համար, որովհետեւ կար նաեւ այդ ընկալումը, որ մարդկանց ֆիզիկական անվտանգության խնդիր գոյություն ունի եւ ընդհանուր առմամբ այս տիպի փաստարկները բերել ներքաղաքական պայքարի մաս դարձնել այդքան էլ լուրջ չէ եւ ինչպես արդեն նշեցի կարող է վնասել Հայաստանի շահերին երկրաժամկետ կտրվածքով։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես էլ եմ շնորհակալ։